Եվրոպայի չեմպիոն, 5 չեմպիոնների լիգա, 5 ոսկե գնդակ, 800-ից ավել գոլ, ֆուտբոլի պատմության ամենամեծ խաղացողներից մեկը։ Բայց այսօր Քրիստիանո Ռոնալդոն մի քանի տարի է չէր կարողանում հաղթել նույնիսկ Ասիայում։ Նա եկավ Սաուդյան Արաբիա որպես մեգաստար, որպես մարդ, ով փոխեց լիգան, բայց հերթական անգամ կորցրեց Ասիական չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Հիմա հարց. ինչու։ See if they Ռոնալդոյի կարիերան Եվրոպայում դա ուղղակի հաջողություն չի, դա համակարգային դոմինանտություն է։ Մադրիդի Ռեալում նա 450 գոլի եղինակ է դարձել, ընդամենը 438 խաղում։ Չեմպիոնների լիգայում ավելի քան 140 գոլ ու մինչև հիմա այդ ցուցանիշը գերազանցված չի։ Այդ գոլերի շնորհիվ է նա 5 անգամ հաղթել չեմպիոնների լիգան, 4-ը Մադրիդի Ռեալում, 1-ը Յունայթեդում։ 2016 թվականին Քրիստիանո Ռոնալդոյի գլխավորությամբ Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, որը չէր եղել պատմության մեջ երբեք։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև տարբերությունը անցյալի եւ ներկայի միջև ահռելի է։ Ռոնալդոն միշտ եղել է այն խաղացողը, որը տարբերություն է ստեղծել ու բարձրացրել խաղի մակարդակը։ Քառորդ եզրափակիչներ, կիսաեզրափակիչներ, եզրափակիչներ, նա միշտ որոշիչ դեր էր ունենում ամենավորոշիչ պահերին։ Նա բառացիորեն ամենաբարձր մակարդակներում էր խաղում, երբ ուրիշները դեռ ֆուտբոլի այբուբենն էին սովորում։ Կարճ ասած, նա ուր գնում էր, թիմը հաղթում էր։ Բայց հետո եկավ մի պահ, երբ ամեն ինչ փոխվեց։ Manchester United-ից 2023-ին նա տեղափոխվեց Al Nassr, ու այստեղ սկսվեց նրա կարիերայի ամենատարօրինակ փուլը։ Բայց մինչև տարօրինակ փուլին անցնելը պետք է խոսել Manchester United նրա վերադարձի մասին, որը շատ կարճ էր ու աղմկահարույց։ Խնդիրներ մարշչի հետ, որը հանգեցրեց սկանդալային հարցազրույցի, որտեղ Ռոնալդոն անցավ ամբողջ ակումբի վրայով, քննադատելով անգամ նորմալ զուգարաններ չունենալու համար։ Ինչպես հետո պարզվեց, Էրիկ Տեն Հագը չէր կարողանում կառավարել թիմի հանդերձարանը եւ շուտով հեռացվեց։ Հիմա հարց ձեզ, ինչ եք կարծում, եթե Ռոնին մնար ու Էրիկը գնար, կկարողանար Յունայթեդին ավելի շուտ հանել անդունդից թե ոչ։ so good. Բայց հիմա վերադառնանք արաբական ներկա եւ հասկանանք, թե ինչն է տարօրինակը։ Այստեղ, եթե նայում ենք նրա գոլերին, ամեն ինչ նորմալ է թվում։ Նա շարունակում է խփել ու լիգայի լավագույն ռմբարկուներից մեկն է։ Բայց ֆուտբոլը միայն գոլերը չեն։ Կա տպավորություն, որ Ռոնին եկել է արաբական աշխարհ ավելի շատ ոչ միայն դաշտում գոլեր խփելու, այլ ավելի հեռուն գնացող նպատակներով։ Դարձել է արաբական աշխարհի դեմքը, հանդիպում է Թրամփ հոպարի հետ ինչ որ կասկածելի ճաշկերույթի ժամանակ։ Գուցե դա է պատճառը, որ Al Nassr-ը չէր հաղթում նրա հետ ոչ լիգան, ոչ այլ տիտղոսներ ու ընդհանրապես Al Nassr-ը չէր դառնում լավագույնը արաբական աշխարհում։ Ու ամենացավոտը իհարկե վերջին ասիական չեմպիոնների լիգայի տիտղոսի կորուստը։ Թիմը հասնում է մինչև վերջ, բայց ամենավորոշիչ պահին չի կարողանում փակել խաղը։ Բայց դա ոչ թե մեկ անգամ, ոչ թե պատահականություն, այլ տարիներ շարունակ ձգվող հիասթափություն։ Ու ավելի ցավոտ է, որ Ռոնալդոյին տիտղոսից զրկումը ընդամենը 18-ամյա դարպասապահ, որին անդրադարձել ենք մեր նախորդ վիդեոյում, եթե չեք տեսել, գնացեք նայեք անպայման։ Ու տարբերություններից մեկը Եվրոպայի եւ արաբական աշխարհի հետեւյալն է։ Եվրոպայում թիմերն աշխատում են որպես համակարգ։ Բավարիա, Սիթի, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, այնտեղ ամեն ինչ հաշվարկված է ու շատ կանոնակարգված։ Իսկ Al Nassr-ում կամ ընդհանրապես արաբական ֆուտբոլում, որը դեռ զարգացող է համարվում, ամեն ինչ շատ քաոտիկ է եւ խառը։ Անհատական գործողություններն են շատ մեծ եւ պաշտպանությունում բացերը ահռելի, մի խոսքով այնտեղ բալանս չկա։ Սա նշանակում է, որ Ռոնալդոն չի խաղում այն էկոհամակարգում, որին սովոր է եղել տարիներ շարունակ։
Ու դրա հետ մեկտեղ իհարկե Ռոնալդոյի դերակատարությունը խաղադաշտում փոխվում է։ Եթե 25-ից 30-35 տարեկանում նա կարողանում էր միայնակ հարցեր լուծել, ապա տարիքն իրենն ասում է ու ըստ տարիքի նաև փոխվում է նրա դերը խաղադաշտ։ Արագություն, դրիբլինգ, պայթունավտանգ, կտրուկություն, նա կարող էր վերցնել գնդակը ու գնալ մինչև վերջ, բայց դա անցյալի մասին է։ Հիմա Ռոնալդոն համարվում է finisher, այսինքն նա ապրում է տուգանային հրապարակում եւ սպասում հարմար պահին։ Բայց եթե թիմը չի ստեղծում պահերը, Ռոնալդոն սկսում է սովածանալ։ Կարճ ասած, եթե Wi-Fi-ը չի աշխատում, Google-ը կախում։ Եվ այդ ժամանակ գլուխը բարձրացնում շատ մեծ ճնշումը, որի տակ է Ռոնալդոն։ Սաուդյան Արաբիայում Ռոնալդոն պարզապես խաղացող չէ, նա նման է ֆուտբոլային աստծո, ով իջել է արաբական աշխարհ, բայց հրաշքներ չի գործում։ Մյուս կողմից էլ գրեթե ամեն խաղում տրիբունաներից վանկարկում են ֆուտբոլային լավ իմաստով սատանայի անունը։ Նա լիգայի դեմքն է, նրանից սպասում են ոչ միայն լավ խաղ, այլ պարտադիր հաղթանակներ, ու դրան գումարելով այդ ճնշումը նա իսկապես տեղի է տալիս։ Ու անհաջողությունների շարանները նրան իհարկե հոգեբանորեն շատ են ճնշում, ու դա շատ լավ երևում է խաղադաշտում, թե պարտություններից հետո, թե կորցրած տիտղոսներից հետո, թե անգամ Մեսսիի անունը վանկարկումներից նրա ռեակցիաները պարզ ցույց են տալիս, որ նա հաղթանակի ծարավ է ու շատ է ուզում դա։ Ասիական չեմպիոնների լիգան պարտվելուց հետո նա ուղակի գնաց ու չվերցրեց արծաթե մեդալը, չշնորհավորեց մրցակցին հաղթանակի կապակցությամբ, ու դա շատ լավ ցույց է տալիս ու ինչ որտեղ անընդունելի է նման մեծ խաղացողի համար։ Քրիստիանո Ռոնալդոն միշտ պայքարի մեջ է եղել իր ամբողջ կարիերայում, բայց հիմա նա շատ ավելի հզոր բանի դեմ է պայքարում, որի դեմ կարծում եմ անզոր է։ Նա պայքարում է ժամանակի դեմ։ Բայց քանի դեռ նա խաղում է, քանի դեռ նա մտնում է խաղադաշտ, ապա նա ժամանակի հետ բոքսի մեջ է։ Ու ես կարծում եմ, որ նա այդ պայքարում ինչ որտեղ հաղթող է, ու նրան ճանաչելով նա դեռ comeback-ը անելու ժամանակի հետ պայքարում։ Ու իրականում այդ comeback-ը չուշացավ։ Ռոնալդոն վերջապես կարողացավ տիրանալ Սաուդյան Արաբիայի Pro Լիգայի չեմպիոնի կոչմանը։ Ոնց որ պատվերով լիներ, այդ Pro Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին օրոզյոնականում էր Al Nasr 84 միավորով, երկրորդ տեղում Al Hilal-ն էր 82 միավորով, այսինքն երկու միավորի տարբերություն, եւ ամեն ինչ որոշվելու էր վերջին տուրում։ Վերջին այդ որոշիչ տուրից առաջ Ռոնալդոն մեզ մոտ էր եւ շատ անկեղծ է գտնվել։ Երբ ասիական չեմպիոնների լիգան պարտվեցինք, տեղս չէի գտնում։ Առաջնության որոշիչ խաղին ժամեր էր մնացել։ Ու երեկոյանը կինս վազելով մոտեցավ, թե բա տես ինչ եմ գտել։ Վերցրի տեսնեմ թուղթ ու գիրա։ Վերմակի բուրդը փոխելուց էր գտել։ Բացեմ, տեսնեմ մեջը գրված է. արաբական նավթը երբեք ավելի լավը չի լինի, քան ամերիկյան ոսկին։ Թուղթ ու գիրը վառեցի, տվեցի կրակին ու դարձա չեմպիոն։ Ինչպես ասում են, անեծքը հանվեց եւ նա կարողացավ վերջապես բարձրացնել այդ գավաթը, կարծես առաջին անգամ կարիերայում։ 2 գոլ խփեց ու շատ լավ խաղ անցկացրեց, ընդհանրապես Al Hilal-ը չնայած խաղում էր հետնապահ դամակի հետ։ Պորտուգալացու հաղթանակն այնքան անհավանական էր դարձել, որ հենց ինքն էր զարմացել։ Really? Ooh, no. Իհարկե սա ուղղակի հեգնում է, ինչպես կարող էին նրանք չհաղթել այսպիսի motivational speech-ից հետո։ سينطلق بعد لحظات الكلمات الأخيرة قبل نهاية الموسم. Իսկ ամենավերջում իհարկե հարազատ երկրպագուների հետ իրեն փորձեց թմբկահարի դերում։
Իրականում ինչ էլ որ ասենք, ինչ կարծիքի էլ որ լինենք Պորտուգալացու կարիերայի նրա մասին, միևնույն է չենք կարող չընդգծել նրա բացառիկ լինելու փաստը։ Իհարկե, ոչ միայն ֆուտբոլային դաշտում, նա տարբերություն է ստեղծում գրեթե ամեն տեղ։ Ու կարծում եմ ինքը իր արժանին ստանում է ու դեռ կստանա։ Բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք Ռոնալդոյի մասին ձեր կարծիքներով, դրանք շատ հետաքրքիր են մեզ։ Շնորհակալություն։